Ողջույն, ուրեմն Կիրակի օր ամսի 16-ին այնպես ստացվեց, որ ես շտապ օգնության կարիք ունեցա, ես շաքար ունեմ եւ դեղի մի խոսքով փոփոխության արդյունքում շտապ օգնության կարիք ունեցա, շտապ օգնությունը շատ արագ եկավ, բայց շաքարային դիաբետի պարագայում ոչինչ չկարողացան անել եւ առաջարկեցին տեղափոխել հիվանդանոց եւ քանի որ հասկացա, որ դրա կարիքը կա, ինձ տարան առաջին պլանի գլխի հիվանդանոցը, քանի որ նաև շաքարի սնգավ բարձրացավ մի խոսքով եւ այդ շտապ օգնության մեքենայի մեջ շատ ուժեղ թափ էր տալիս, ես էլ խնդիր ունեմ դրա հետ կապված, նույնիսկ աչքերս չէի կարողանում բարձրացնել, խոսել շատ այսպես շատ վատ էի ինձ զգում եւ մի խոսքով ես այդ ընդունարանից թողեցի դուրս եկա, ինչ-որ վատ բաներ ասելով այդ տղային, որը փորձում էր մի խոսքով դե լավ, դե հայ, երևի հիմա դե գրենք, որ հրաժարվում է հիվանդը հարցերի պատասխանել, չեմ ուզում հիմա մանրամասնել, ես ուզում եմ հասկանամ, երբ այս այդ վերաբերմունքը դադարվելու, այսինքն երբ որ դուք գալիս եք խանութ, ես ունեմ Pet Home, կենդանիների խանութ, մի միլիմետր մազը կարճ կտրած լինում կամ ավելի երկար, մենք փորձում ենք շտկել այդ կներեք, գիտեք դուք ձեր շանը լավ չեք սանրում, քեչոտեր եւ այլն, բայց սպասարկման ոլորտի հանդեպ դուք ունեք պահանջներ, բայց չէ որ դա ընդունարանը հիվանդանոցի դա եւս սպասարկման ոլորտ է եւ դուք պիտի սովորեք հատկապես հիվանդ մարդու հետ աշխատել, այսինքն հիվանդ մարդու հետ շփվել ես չգիտեմ, Կիրակի օր էր եւ դա առաջի պլանի գլխի հիվանդանոցում էր, ես դուրս եկա իրանց ընդունարանի առջև սենց մի հատ ինչ-որ նստարանքը նստեցի, ոչ ոք ինձ չմոտեցավ, ճիշտ է շտապ օգնության տղաները ասացին, գուցե լավ, դե գուցե տեղափոխենք ձեզ 8-րդ հիվանդանոց, որտեղ այնտեղ ոնց որ հերթապաբժիշկ կա, էնդոկրինոլոգ, մի խոսքով այդ ես ոնց ասեմ, это патологически не перевариваю это хамство, երբ այդ վերաբերմունքը այդ զզվել էր, որ դու եկել ես, դու խնդրվում ես բժիշկներին, էլի իրանք քեզ ինչ որ մի հատ որ դու վատ ես, նույն ձևի հայրս էր, երբ Գարնանսկիից մահացավ, տարան մի հիվանդանոց չընդունեցին, մյուս հիվանդանոցում ամբողջ օրը դե ինսուլտ տարած մարդապարկած էր, միջև որ ես եկա ու սաղին ոտի կանգնացրեցի, պարզվեց այդ մարդի հիվանդանոցում մի քանի ինֆարկտ է տարել, ես չգիտեմ, Արամ Դեղտրիկյան, որ առ այսօր բոլորը ասում են, որ այդ մարդը ռակից է մահացել, բայց այդ մարդը Արամ վարակից է մահացել։ Երբ է ինչ-որ բան ես ոլորտում փոխվելու, ես ուզում եմ հասկանամ, ինչ-որ տենց կետ կգա, որ մենք ունենանք մի խոսքով իսկ եթե որ սենց մատը տնկել, մատը լավվել, բարձրացնում ես, որ ասում եք նորմալ խոսի, մատով կարամ իր աչքներ հանեմ, մեղմ ասած, այդ խամսկի վերաբերմունքի համար, այդ առհամարանքի ու մի խոսքով տենց։ Տարիներ առաջ, երբ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սկսեց իր կարիերան, անմիջապես դրական վերաբերմունքի արժանացավ լսարանի կողմից, սակայն տարիների ընթացքում նրա անվան շուրջ բազմաթիվ սկանդալային խոսակցություններ են եղել։ Վերվարացները նախագիծը շրջադարձային դարձավ Ելենա Բորիսենկոյի կարիերայի համար։ Հենց այդ նախագծից հետո նա լայն ճանաչում ձեռք բերեց, սակայն կերպարային կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց լսարանի կողմից։ Երբ Կարինայից հետո ժառանգները սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել, եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ իմ երկար օղերը, մեկ մազերի գույնը, իմ հերոսուին խմում էր եւ դա զայրույթ էր առաջացնում։ Մեկ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով այնինչ Կարինա չէր, վատ էր, եւ միջև օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։ Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էին մտածում, քանի որ միջև Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է, սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի,
ովքեր երկու խմբի բաժանվեցին՝ Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետևում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում և սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին։ Դերասանուհին հաճախ է հայտնվել քննարկումների կենտրոնում իր անձնական կյանքի մանրամասների պատճառով։ Ինչ ինձ հիշում է, միշտ սիրահարված եմ եղել։ Եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում և դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում։ Այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք։ Նրա քույրն էլ մեր բակում էր ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո իհարկե հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր։ Դպրոցում եւս Ելենան սիրահարված է եղել, ընդ որում իր համադասարանցուն։ Այդ տղան էլ իմ հանդեպ ատարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից, ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց։ Ասաց գոնե նա իմանար, որ դու էլ սիրահարված ես եղել իրեն։ Իսկ ահա առաջին լուրջ հարաբերությունները դերասանուհին կառուցել է 10-րդ դասարանում, բայց խուսափել էր ասել, թե ում հետ, նշելով, որ նախկին ընկերոջն այսօր շատերն են ճանաչում։ Հետո, երբ նրա հետ հարաբերություններն ավարտվեցին, ես շատ ծանր էի տանում այդ հանգամանքը։ Նա ասաց. «Քեզ շատ եմ սիրում, բայց մենք իրար համար չենք»։ Այն ժամանակ դա ինձ համար մեծ ողբերգություն էր, բայց հետո մոռացա այդ ամենը, խոստովանել էր դերասանուհին։ Նա շեշտել էր, որ սերը զուտ խոսք չէ, այլ ենթադրում է արարք, եւ եթե տվյալ տղամարդը պատրաստ չէ հանուն կնոջ կոնկրետ արարքների, ավելի լավ է նրանք բաժանվեն։ Եթե ես մեկին ջնջում եմ իմ հիշողությունից, նրան վերադարձնելն այլևս հնարավոր չէ։ Այդ նույն սկզբունքով ամուսնությանս հանգամանքն եմ գլխիցս ջնջել։ Վերջին շրջանում դերասանուհու անվան շուրջ ամենատարածված խոսակցություններից մեկն էր, որ Ելենան հարաբերությունների մեջ է ամուսնացած տղամարդու հետ եւ բավականին սկանդալային այս թեմայի մասին խոսելիս Ելենան նշել էր. «Ես երբևէ ոչ մեկի ընտանիքը չեմ քանդել, ես երբևիցե չեմ հանդիպել ամուսնացած տղամարդու հետ, ես ազնիվ եմ, հանգիստ եմ, իմ խիղճը հանգիստ է»։ Դերասանուհու համար ծանր թեմաներից է նաև մայրությունը։ Ես միշտ երեխա սիրել եմ, միշտ երեխաների հետ լեզու եմ գտել։ Ես ունեմ շատ լուրջ խնդիր ու չկա երկիր մոլորակի վրա երկրորդ մեկը, ով իմ խնդրից ունի։ Ելենայի խոսքով հենց այդ խնդրի պատճառով է, որ ինքը դեռ չի կարողացել մայրանալ։ Life Room հաղորդման շրջանակներում անկեղծացել է եւ հաղորդման ժամանակ արտասվել է, երբ խոսել է այն մեղադրանքների մասին, որոնք վերաբերում են ամուսնացած տղամարդու հետ ունեցած կապին։ Վերջինս անկեղծացել է պատմելով իր այն խնդրի մասին, որը խանգարում է նրան բալիկ ունենալ եւ մայրանալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Star News-ը տեղեկացրել էր, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոյի վերջերս խոստովանել էր, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է, այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկությունը լռություն է սիրում։ Star News-ի տեղեկություններով Ելենայի ընտրալն ամուսնացած է եւ ընտանիք ունի։ Թերևս այս փաստն է հայտնի դարձել դերասանուհուն վատաբանողներին, ովքեր մեղադրում են Ելենային այդ տղամարդու ընտանիքը քանդելու եւ ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցելու համար։ Սակայն սա միակ հետաքրքիր փաստը չէ Ելենայի անձնական կյանքում։ Քչերին է հայտնի, որ դերասանուհին ամուսնալուծված է, ավելին, նա չի թաքցնում, որ ամուսնուց հեռացել է, քանի որ վերջինս խաղամոլ էր, նույնիսկ կորցրել էր իրենց համատեղ բնակարանը։ Ելենան հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ պարզապես իր հայրը եւ մտերիմ ընկերուհին իրեն խորհուրդ էին տվել այլևս չքայքայել իրեն։ Ըստ Ելենայի, երկար ժամանակ ինքը վստահ էր, որ իրենց ամուսնալուծության պատճառը ամուսնու թուլությունն էր, սակայն նախկին ամուսնու հարազատների միջոցով տեղեկացել էր, որ բաժանության պատճառը նաեւ երեխա չունենալն էր։ Ժողովուրդ օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» խորագիրը, որի շրջանակներում բացահայտում են հայտնիների կյանքից մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ։ Մեր զրուցակիցները անկեղծանում են, թե ինչպես են առաջին անգամ սիրահարվել, ում հետ են ունեցել առաջին լուրջ սիրավեպը, ինչով է ավարտվել այն եւ այլն։ Այս անգամ ժողովրդի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն էր։ Ինչ ինձ հիշում է, միշտ սիրահարված եմ եղել։ Եթե իմ կյանքում ոչ ոք չի էլ լինում, ինքս ինձ համար մի կերպար եմ ստեղծում եւ դրանով ապրում եմ։ Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում։ Այդ տղայի հետ մենք միշտ միասին էինք։ Նրա քույրն էլ էր մեր բակում ապրում, այնպես որ բակում էլ էինք շփվում։ Հետո իհարկե հասկացանք, որ այդ ամենը լուրջ չէր։ Դպրոցում եւս Ելենա սիրահարված է եղել, ընդ որում իր համադասարանցուն։ Այդ տղան էլ իմ հանդեպ անտարբեր չէր, բայց նա այդպես էլ չիմացավ, որ իրեն սիրում էի։ Հետո նա վաղաժամ հեռացավ կյանքից ու երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը իմացավ զգացմունքներիս մասին, շոկ ապրեց։ Ասաց. «Գոնե նա իմանար, որ դու էլ ես սիրահարված եղել իրեն»։